Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Բերձորի օդանավակայանի բացմանը Պակիստանի վարչապետի մասնակցությունը կարծես թե ծանր է նստում եւ նրա եւ Պակիստանի վրա։ Այդ հանդիպման ժամանակ հայտարարություն հնչեց Ալիևի կողմից, թե իրենք առաջ են քաշում նոր կոնցեպցիա՝ 3 պետություն, 1 ազգ։ Պակիստանին ավտոմատ կերպով դարձնելով թուրքական պետություն։ Ակնհայտ էր, որ այս ամենը չէր կարողան նկատ մնալ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, եւ պատասխանը վաղ թե ուշ չէր ուշանալու եւ լինելու էր։ Եվ հիմա ստացվում է, որ պատասխանը կարծես թե սկսում է իրականություն դառնալ։ Բելուջիստանի ազգայնական շրջանակները, Պակիստանի, Բելուջիստանի ազգայնական շրջանակները հայտարարում են, որ իրենք անկախության գործընթաց են սկսում Պակիստանից անջատվելու եւ դիմում են Հնդկաստանին հարաբերությունները կարգավորելու համար։ Իսկ այստեղ հարց կառաջանա, թե ինչ կապ ունի Իրանը։ Հիշեցնենք, որ Իրանի տարածքում եւս կա Բելուջիստան անունով նահանգ եւ սահմանի երկու կողմում ապրող բելուջները պայքարում են անկախության համար։ Բնական է, որ Պակիստանը հայտ ներկայացնելով թուրքական աշխարհի մաս կազմելու եւ թուրքական աշխարհում որպես յուրային ընդունվելու համար խնդիրներ էր սկսել ունենալ Իրանի հետ։ Մեծապես փուշտուներով բնակեցված Պակիստանը չէր կարող եւ չի կարող լինել թուրքական աշխարհի մաս։ Բացի այդ, Պակիստանը չպետք է մոռանար, որ Իրանն էր, որ կանգնեցրեց պատերազմը Հնդկաստանի հետ եւ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին եւ Իսլամաբադում եւ Դելիում հանդիպելով բարձրաստիճան ղեկավարության հետ Պակիստանի եւ Հնդկաստանի կարողացավ կանգնեցնել պատերազմը։ Ինչքան էլ Տրամպը լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում նշում էր, թե ինքը զանգահարել է երկու երկրների ղեկավարներին, ասել, որ նրանց հետ առևտուր է ցանկանում անել եւ այլն եւ այլն։ Մերձավոր Արևելքում եւ առհասարակ Արևելքում խոսքը ավելի մեծ ուժ ունի, քան ուղղակի առևտուրը, եւ բնական է, որ Տրամպի զանգահարելով հենց այնպես պետությունները չէին կանգնեցնելու այդ պատերազմը։ Պակիստանը սև երախտամոռություն ցուցաբերեց Իրանի հանդեպ, նախ իդեմս նրա վարչապետի մասնակցելով այդ բացման արարողությանը եւ ներկա լինելով Ալիևի հայտարարություններին 3 պետություն, 1 ազգ, եւ երկրորդը հայտ ներկայացնելով թուրքական աշխարհի մասնինելու սկսում են մոռանալ եւ իրենց անցյալը եւ իրենց արմատները։ Եվ այս պարագայում Բելուջիստանի կողմից անկախություն հռչակումը պատահական չէ։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ իրադարձություններ են զարգանում, բայց այն, որ այստեղ Իրանը լուրջ մասնակցություն է ունեցել եւ դեռ ունենալու է այդ մասնակցությունը, վստահ ենք։ Եվ մի օր կարող է նաև չխանգարել ուղղակի չարգելել, որպեսզի Իրանի Բելուջիստան նահանգի բնակիչները իրենց հայրենակիցներին օգնության հասնելու համար անցնեն ուղղակի սահմանը եւ ռազմական գործողությունների մեջ մտնեն հենց Պակիստանի զինված ուժերի հետ։ Միաժամանակ կապահովի Հնդկաստանի զինված ուժերի ներկայությունը եւ նաև Հնդկաստանի տեխնիկական աջակցությունը այս ամենին։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանում, բայց այն, որ Արցախի հողը իրոք անիծված է թշնամիների համար, սա հերթական ապացույցն է։ Նրանք բոլորն էլ պետք է հասկանան, որ օկուպացված Արցախ գալը իրենց համար ժան չի նստելու եւ կարող է ոչ միայն պաշտոն, այլև պետություն արժանալ։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների հետ։ Ստամբուլում անցկացվեց հերթական հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների եւ ինչպես եւ սպասել է, լուրջ առաջընթաց մենք չտեսանք։ Բացի հումանիտար հարցերից, հերթական անգամ հումանիտար հարցերն են քննարկում եւ կարծես թե դա միակ հարցն է, որը լուծում է ստանում։ Ռուսաստանն առաջարկում է ոչ միայն գերիների փոխանակում 1000-ից անցնելով 1200-1200-ի դիմաց, այլև առաջարկել է ուկրաինացիներին այսպես կոչված գորշ կամ սև հատվածում գտնվող ռազմաճակատի ընկած գերիներին եւ դիակները դուրս բերել։ Դիակների հետ կապված ուկրաինական աղբյուրները նշում են, որ դրանք շուրջ 6000-ն են եւ դրանց մեծ մասը Կուրսկի մարզից են փոխանցվում ուկրաինացիներին։ Իսկ մյուս հարցերի շուրջ կարծես թե պայմանավորվածություն ձեռք չի բերվում։ Ավելին, վերջին ահաբեկչական հարձակումները եւ գնացքների հետ կապված եւ օդանավակայանների հետ կապված եւ նաեւ Ղրիմի կամրջի հետ կապված ըստ տեսաբանների ոչ միայն նվազեցնում են խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը, այլև մեծ հավանականությամբ կարող են նաեւ մեծացնել լարվածությունը ռազմաճակատում ընդհուպ միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների։
Սումի քաղաքը արդեն սկսում է պատրաստվել տարհանման, քանզի ռուսական բանակը արդեն զգալի մոտեցել է այդ քաղաքին եւ քաղաքը արդեն ռուսական հրետանու հասանելիության գոտում է գտնվում։ Ինչևէ, Ստամբուլի հանդիպումը այո, մեծ հաշվով ոչինչ չտվեց, բայց այն որ գոնե գերիների փոխանակում կլինի եւ դիակները կհանձնվեն ուկրաինական կողմին եւ քրիստոնեական կարգի համաձայն կհանձնվեն հողին, դա եւս կարծում ենք կարեւոր է։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը Ռուսաստանը անելու է միայն մի պարագայում, եթե ընդունվի պայմանագրում եւ նշվի այն սկզբնապատճառները, որոնք խնդիրի համար դարձան պատճառ։ Այն սկզբնապատճառները, որոնցով Ուկրաինան ըստ էության դարձավ հակառուսաստան արևմտյան տերությունների ձեռքին։ Սա է Ռուսաստանի պահանջը։ Արևմուտքն էլ է սա շատ լավ հասկանում, առանց որի Ռուսաստանն ուղղակի չի գնալու պայմանագրի ստորագրմանը։ Արևմուտքը իր հերթին եւս պատրաստվում է ռազմական գործողությունների, պատրաստվում է մեծ պատերազմի եւ այդ մասին մեր նախորդ հանդիպման ժամանակ էլ ենք նշել։ Ինչևէ, հուսանք, որ հերթական հանդիպումը ամեն դեպքում կլինի, քանզի վատ բանակցությունները լավ պատերազմից լավ են, դա հայտնի խոսք է, եւ գերիների փոխանակումը կշարունակվի, դիակների փոխանակումը եւս կշարունակվի եւ հուսանք, որ մի օր ուղղակի կողմերը առանց նախապայմանների կնստեն բանակցային սեղանի շուրջ դադարեցնելու եղբայրասպան պատերազմը։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ է կապված։ Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակում են այն նախնական տեքստը, որը ուղարկել է Միացյալ Նահանգները Իրանին։ Դա նամակ առաջարկն է, թե ինչի շուրջ Իրանը պետք է բանակցի Միացյալ Նահանգների հետ կամ ինչի շուրջ Միացյալ Նահանգները կարող է նստել բանակցային սեղանի շուրջ Իրանի հետ։ Դրանք 4 կետից են բաղկացած։ Առաջինը, որ Իրանը հնարավորություն ունի ցածր հագեցվածությամբ ուրանով ծրագիրը զարգացնել եւ դա անել բացառապես սեփական երկրում։ Երկրորդը, պայմանագրի ստորագրումից հետո Իրանի կողմից ուրանի հարստացման աստիճանը տոկոսը պետք է նվազի մինչեւ 3%։ Եվ նաև ապա ակտիվացվեն այն ստորգետնյա օբյեկտները, որտեղ իրականացվում են հետազոտությունները։ Բացի այդ, պատժամիջոցները Իրանի կողմից Իրանի նկատմամբ կհանվեն միայն այն ժամանակ, երբ Իրանը Միացյալ Նահանգների եւ ՄԱԳԱՏԷ-ին ցույց կտա, որ ինքը իրոք պատրաստական է այդ բոլոր պահանջները կատարել եւ Միացյալ Նահանգներն ու ՄԱԳԱՏԷ-ն էլ կհամարեն, որ իրենք բավարարված են Իրանի կողմից այդ պահանջների կատարմամբ։ Ինչևէ, սա ըստ էության նշանակում է, որ որևէ բանակցություն էլ չի լինելու։ Իրանը չի գնալու այս բովանդակությամբ նամակի համապատասխան պայմանագրի ստորագրմանը, քանզի անգամ Իրանի սահմանադրության մեջ է նշված արտաքին առաջնահերթությունների մասին եւ արտաքին քաղաքականության սկզբունքների մասին եւ այնտեղ հստակ նշված է, որ պարտադրանքով որևէ բանակցային սեղանի շուրջ Իրանը չի նստելու։ Իսկ թե ինչ բանակցություններ կընթանան Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մենք կտեսնենք առաջիկայում, բայց ակնհայտ է, որ այս նամակը ոչնչի մասին է։ Նշանակում է, որ Իրանի կողմից ցանկացած գործողություն դեռ չի նշանակում, որ պատժամիջոցները կհանվեն, որ տնտեսությունը կսկսի շնչել։ Իսկ այս պարագայում Իրանը միակողմանի չի գնալու զիջումների եւ չի նվազեցնելու իր ուրանի խաղաղատոմ ունենալու ծրագիր եւ ուրանի հարստացման տոկոսը, ինչը իր երթի նշանակում է, որ տարածաշրջանում ցավոք սրտի ել ավելի է մեծանալու պատերազմի վտանգը։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։